Սևանի սրբոց հրեշտակապետած եկեղեցին է։ Եկեղեցին քաղաքի հոգևոր մշակութային զարգացման գործում շատ մեծ դեր ունի։ Այն լուծվել է 2009 թվականի մայիսի 31-ին և բացվել 2015 թվականին։ Այստեղ ամեն կիրակի մատուցվում է սուրբ և ամահ պատարագ, կատարվում ժամերգություններ, քրիստոնեական ծեսեր և այլն։ Այցելուները բավականին շատ են 2015 թվականի համեմատ, բայց շատ քիչ է Սևանի մեծ բնակչության համար։ Եկեղեցու քահանան հավաստիացնում է, որ եկեղեցի են հաճախում հիմնականում նրանք, ովքեր քրիստոնյաներ են և կարիք ունեն Աստծո խոսքը լսելու։ Եկեղեցին հավատացյալների ներքին հանգստության և խաղաղության վայրն է։ Այստեղ են շունչ առնում հազարամյա շարականները հոգևորականների շուրթերից, և մարդկանց աղոթքները դառնում իրականություն։ Մարդիկ գալիս են մեծ հավատքով և նվիրվածությամբ։ Մարդիկ Աստծուն ավելի մոտ են լինում և աննկարագրելի են նրանց զգացողությունները, որոնք ապրում են եկեղեցում, պատարագի ժամանակ։ Եկեղեցին Սևանի մշակութային զարգացման հիմքն է։ Բոհեմ արվեստանոց թեյարանը հիմնադրվել է 2017 թվականի օգոստոսին։ Նրա հիմնական գաղափարն այն է, որ Սևան քաղաքում ստեղծվի հարթակ, որտեղ երիտասարդները, ովքեր սիրում են մշակութային ժամանց, կարողանան շփվել, զարգանալ, կրթվել և ինքնաարտահայտվել։ Միևնույն ժամանակ այն վայր է, որտեղ այցելուները կարող են և սնվել, և դիտել, թե ինչպես են երիտասարդները ստեղծագործում։ Այստեղ անցկացվում են տարբեր մշակութային երեկոներ, հիմնականում երաժշտական, քանի որ բոհեմի արվեստագետների երաժշտական ուղղությունը առավել զարգացած է։ Կազմակերպվում են նաև նկարչական երեկոներ, գրքերի շնորհանդեսներ, հյուրերաժիշտների համերգներ, մշակութային միջոցառումներ և խաղային երեկոներ։ Սևանի մշակութային տունը գործում է արդեն 50 տարի, լինելով քաղաքի մշակութային կյանքի կարևոր կենտրոններից մեկը։ Այստեղ գործում են երգի, պարի, դհոլի, նկարչության, ձևավորման և թատրոնի խմբեր։ Տարվա ընթացքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, համերգներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև գիտուն-դիտումներ։ Սակայն հասարակությունը բավականին պասիվ է այստեղ, իսկ այցելությունները՝ քիչ։ Մշակույթի տանը հիմնականում շատ խնդիրները ձայնային են, այսինքն տեխնիկական, ինչպես նաև լուսային սարքավորումների բացակայությունը։ Տաքացման ու հարմարավետության խնդիրներ էլ կան, որոնք բացասաբար են ազդում մասնակցության վրա։ Նկուղը հիմնվել է 2020 թվականին Սևան երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության կամավորների կողմից։ Նկուղի նպատակը համայնքի երիտասարդների համախմբումն է։ Նկուղում կարող են հանդիպումներ անցկացվել երիտասարդների հետ, քննարկելու համայնքային խնդիրները և դրանց լուծումը։ Տարիքային սահմանափակում այդքան էլ չկա նկուղում, սակայն ցանկալի է, որ ներգրավվածությունը լինի ավելի շատ երիտասարդներինը։ Մոտակայքում կա հետաքրքիր ծրագիր՝ հոկտեմբերից սկսած Սևանում 2